պատասխանել ձեր հարցերին, խնդրեմ։ Առաջին հարցը ժողովուրդը։ Բարև ձեզ, պարոն Փաշինյան, վերջին իրադարձություններով բաց է դառնում, որ ձեզ համար էմոցիոնալ թեմա է Արցախը եւ արցախցիների հարցը, ինչի մասին ձեզ պարբերաբար հիշեցնում են Արցախի մասին, ձեզ մեղադրում են Արցախի կորստի համար, եւ հետաքրքիր է ինչու եք դուք Արցախի արցախցիների մասին լսելիս դառնում առավել լիարդային, չխայլանում եք քրիպերի մեջ եք հայտնվում եւ հետաքրքիր է նաեւ այն թե ինչ ապրումներ եք դուք ունեցել Արցախի կորստի ժամանակ, որովհետեւ ամեն դեպքում 2023 թվականին հրապարակային խոսքում ձեզ համար Արցախը դեռ Հայաստան է եւ եթե կարելի է մեկ հարց ևս եկեղեցու հետ կապված, որովհետեւ այն ներառվել է ձեր նախընտրական ծրագրում, ինչ է սպասվում Բեհապար Հայրապետին, եթե դուք ընտրվեք եւ ինչպես եք հեռացնելու նրան, եթե օրակարգում է լինելու այն ու ինչպես եք հասնելու այդ ճանապարհին, որովհետեւ դեկտեմբերի 17-ին մենք համոզվեցինք, որ ժողովուրդը Բեհապար Հայրապետի կողքին է։ Շնորհակալ եմ հարցի համար, ես կարծում եմ, որ շատ բնական է, որ 2020 թվականի իրադարձությունները էմոցիա են պարունակում, հասկանալիորեն։ Դուք հարցնում եք ինչ ապրումներ եմ ունեցել, անձնական։ Ես կարող եմ ասել հետևյալը։ Եթե տենց խոսակցությունը միջև այդ աստիճանի բացում եք, ես ընդհանրապես երևի վերջին իմ գիտակցական կյանքում առաջին անգամ, երբ ես դադարել եմ ամենօրյա աղոթքներ ունենալ, այդ եղել է 2020 թվականի մայիսի 2020 թվականի նոյեմբերի 8-ից հետո։ Չէ, ընդհանրապես, ասում եմ, ընդհանրապես։ Հետո դրանից հետո երկարատև ծոմ եմ պահել, ասենք օրինակ մի շաբաթ ոչ հաց եմ կերել, ոչ այդ ջուր եմ խմել։ Եթե դուք հարցնում եք իմ էմոցիաների մասին, այդ են եղել իմ էմոցիաները։ Եվ դրանից բխող բոլոր հետևանքներով, բայց հետո էլի սկսել եմ մտածել, ինչ ա տեղի ունեցել եւ ինչու։ Եվ հասկացել եմ, որ իհարկե մի անգամից չեմ հասկացել, քայլ-քայլ հասկացել եմ, որ Հայաստանը Ղարաբաղյան շարժման դրվել է թակարդի մեջ եւ այդ թակարդից պետքա դուրս գալ։ Եվ ուրախ եւ հպարտ եմ, որ ինձ հաջողվել է Հայաստանը դուրս բերել այդ թակարդից։ Այդ ամբողջը։ Եվ էմոցիան կապված է ուրիշ բանի հետ, որ ես տեսնում եմ, որ այսօր կոնկրետ մարդիկ լրտեսական գործունեության տրամաբանության մեջ Հայաստանը ուզում են հետ տանել կոնֆլիկտի թակարդի մեջ։ Այս ամբողջ պատմությունը։ Մնացածն էլ էմոցիոնալ, ես զարմանում եմ, այսինքն մարդ կա, որի համար այս թեմաները էմոցիոնալ չեն։ Եթե մարդ կա տենց, ուրեմն առավել ևս։ Ես չեմ զարմանում, որ ասենք Ռոբերտ Քոչարյանը նման մարդը էմոցիա չունի, նա որտեվ սառնասրտ մարդասպան է, ինչի պետք է էմոցիա ունենա։ Սառնասրտ մարդասպան, որի տեղը բանտում է։ Կարծում եմ բանտում իր էմոցիաները կամաց կսկսեն վերականգնվել։ Կամ Ծառուկյան Գագիկը ինչի պետք է էմոցիա ունենա։ Քյարփինջը ոնց կարա էմոցիա ունենա։ Կամ կալուգացի օլիգարխ ինչի պետք է էմոցիա ունենա, արհեստական ինտելեկտ էմոցիա ունի։ Այդ ես էմոցիոնալ մարդ եմ, նորություն է ձեզ համար, ինչի ես ընդդիմադիր պատգամավոր լինելու ժամանակ էմոցիոնալ չեմ եղել, լրագրող լինելու ժամանակ էմոցիոնալ չեմ եղել, ընդհանրապես մարդը էմոցիոնալ եղավ, ես չեմ պատկերացնում մարդը առանց էմոցիայի, առանց էմոցիայի մարդը կամ տախտակա կամ քյարփինջա։
Եվ ցավոք սրտի մենք քաղաքական դաշտում տեսնում ենք այդպիսի բութ գործիքներ, որոնք օգտագործվում են տարբեր ուժերի կողմից։ Հա, քանի որ հարցը կապեցիք Հայաստանյան առաքելական եկեղեցու հետ, ամենաբանը զվարճալին գիտեք որն է, որ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանության դիրքերից հանդես են գալիս մարդիկ, հա հետո բնականաբար վերականգնել եմ աղոթքներս, այնեն չի, որ միջև հիմա դադարել եմ, ակնհայտորեն։ Ես նկատի ունեմ դա ինչ որ տեղի անեցել մեծ էմոցիոնալ շոկ ա եղել ինձ համար, ինչպես նաև համոզված եմ շատերի համար։ Եվ միջայլոց այդ առիթով եմ ես, եթե բացվում ենք, այդ առիթով եմ ես սկսել սաղմոսները անգի սովորել։ Որովհետև այդ հոգևոր դատարկությունը լցնելու անհրաժեշտություն եմ ունեցել։ Հայաստանյան առաքելական Սուրբ եկեղեցու մասով ամենազվարճալին գիտեք որն է, որ Հայաստանյան առաքել, ասենք օրինակ այսօր նայենք այդ եռագլուխ կուսակցության լիդերներից, ես համոզված եմ իրանցից ոչ մեկը ավետարաններից գոնե մեկի գոնե կեսը չի կարդացել, գոնե կեսը։ Ես համոզված եմ իրեքին ազգային ինքնությունից հանդես են գալիս մարդիկ, որ համոզված եմ հայ ժողովրդի պատմության ամենապրիմիտիվ հարցերին չեն կարող պատասխանել, ընդհանրապես գաղափար չունեն։ Կարանք տեստ անենք, ամենապրիմիտիվ հարցերին հայ ժողովրդի պատմության չեն կարող այդ մարդիկ պատասխանել, չեն կարող պատասխանել։ Այդ մարդիկ տարրական գրագիտության խնդիր ունեն, տարրական գրագիտության։ Ռոմանոսը ու է։ Ձեր միկրոֆոնները աշխատում են, հա? Շատ։ Եվ էս է իրողությունը, և իմիջայլոց ասեմ, ու այս մարդկանց բնականաբար շատ կոմֆորտ է կաթողիկոսի պաշտոն զբաղեցնող այն անձը, որը հենց Աստվածաշունչը երևի կիսատ պռատ կարդացել է։ Նրանց համար, ովքեր ոչ մի ավետարաններից ոչ մեկը, ես գրած եմ գալիս, գնացեք Սամվել Կարապետյանի, Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, ընդ որում հիմա ասում եմ, երբ հանդիպեք հարցրեք, ասեք Աստվածաշունչը, ավետարանը և նոր կտականը, ինչով են իրարից տարբերվում։ Պարզ բան եմ ասում, ավետարանը, Աստվածաշունչը, նոր կտականը, ինչով են իրարից տարբերվում։ Իսկ հիմա ուշքից կգնան, որ այդ հարցը տակ։ Կոգնիտիվ դիսոնանսի պատճառով։ Ու Կտրիչ Ներսիսյանի նմանը, որը կիսատ պռատ կարող է կարդացած լինի Աստվածաշնչի 2/3-ը, շատ խորը հոգևոր տպավորություն է թողնում այդ մարդկանց վրա, համոզված եմ։ Ժողովրդի կամքի արտահայտությունը ինքնին արդեն մեզ բոլորիս կդնի իրողության առաջ և որոշման առաջ, որ պետք է կատարածվի։ Ցանկացած բանի, որ ժողովուրդը դեմ լինի, ուրեմն չի լինի, ցանկացած բանի, որ ժողովուրդը կողմ լինի, ուրեմն կլինի։